Ես հիմա ուզում եմ խոսել conclave կամ ինչ որ այդ համագումարը կարդինալների, որ միայն կարդինալներ, որ 45 տարեկան եւ ավելի տարիք ունեն, մինչև 80 տարեկան, քիչ հետո կտեսնեք այդտեղ մեկ հոգի մի շաբաթ էլ ժամանակ ունի, եթե այս մի շաբաթվա ընթացքում ընտրություն լինի, իրեն ընտրեն, թե չընտրեն, կարող է մասնակցի դառնա Հռոմի պապը դառնա, եթե երկարատևի մի շաբաթ անցել այդ անձնավորություն չի կարող, այդ կարդինալը չի կարողանա մասնակցի, բայց ամենայն դեպս մնացածը բոլորը 80 տարեկանից տարիքներ ավել ցած է, առաջին օրը մի անգամ միայն քվեարկեցին եւ հիմա մի քանի ժամ հետո նորից հավաքվելու են եւ նորից քվեարկելու են նախքին Հռոմի պապը Բենեդիկտ 16-ը, այսինքն նախքան Ֆրանսիսը այդ օրենքը փոխեց եւ հիմա երբ որ Ֆրանսիսին ուզում էին ընտրեին կամ ընտրեցին 5 անգամ քվեարկեցին մինչև վերջավորության համաձայնվեցին Ֆրանսիսի վրա որտեւ 2/3 կարդինալներից պետք է քվեարկեն այդ մարդու իշահ տրան նախապես այդպես չէր Բենեդիկտից առաջ մեծամասնությունը քվեարկում են Հռոմի պապը ընտրվում էր Բենեդիկտը մտածեց որ ավելի լավ կլինի միաձայնություն լինի որպեսի հետո որ անձը ղեկավարումը այդպես չլինի որ երկու հոգու քվեն շատ մոտիկ լինի դժգոհանք լինի եթե մեկը 2/3 քվեն ունի ուրիշ անձ պետք է շատ քիչ քվե ունենա դրա համար այսպես բախումներ տեղի չունենա դրա համար ավել երկար է տևում եւ նաեւ քիչ հետո կտեսնեք ամեն անգամ որ քվեարկում են եթե չեն եկե համաձայնությանը ծխնելույզ են տեղադրել սև ծուխ է բարձրանում երբ սպիտակ ծուխ բարձրանա այսինքն ընտրեն ես հիմա այստեղից ուզում եմ ցես բացատրել տեսնում եք կարդինալները առաջին օրը այսպես բոլորը երթվում են ձեռքը դնում են երթվում են որպեսի այդ իրենց գործը ճիշտ կատարեն տեսնում եք վերջի վարկյանը մարդիկ այդ սրահի մեջ էին բոլորին հանում են այս կարդինալներն են մնում նաև տեսնում եք զինվորականներ ինչ որ կա Շվեյցարիայից եկող նրանք են պահապանները կամ զինվորականներ այդտեղ այսպես այդ conclave-ում կամ կենտրոնի մեջ այնքան պետք է մնան դրսի աշխարհից կտրված են հերախոս ուրիշ կապվելու հարմարություն չունեն զինվորական տեղին կապույտով տեսնում եք ասացի տարեր այդպես էր 1503 թվին միակ անգամն է եղել տեսեք 4 այսինքն 520 տարի անցել է 22 տարի անցել այդ ժամանակվանից միայն այդ ժամանակ էր որ մեկ անգամ քվեարկեցին մի անգամից առաջին քվեով ընտրվեց Հռոմի պապը այդ ժամանակ նրանից հետո երբեք առաջին քվեով չի եղել 3-րդ, 4-րդ եւ վերջին անգամ 5 անգամ Մայքլ Անջելոյի այդ թաբլոն եք տեսնում իր աշխատանքն եք տեսնում այդ սենյակի մեջ է որ իրենք այս 133 կարդինալները այդտեղ են բոլորը գալիս են իրենց անուն տալիս են երթվում են ու գնում են իրենց աթոռին նստում են այդտեղ 10 կարդինալներից մեկը սա ինչ որ տեսնում եք 10-ը եկել են Ամերիկայից են գնացել ուրեմն սովորաբար 135-ին լինում բայց 133-ը այդ մասնակցել են բոլորը որ այս ընտրությանը մասնակցեն 80%-ը Ֆրանսիսն է նշանակել իրեն շատ զարմանալի է սովորաբար այսպես չէր լինում Pope Francis-ը 2013-ի մայիսին ինքը ընտրվել էր 12 տարի այդտեղ էր 80 այս 133-ից ինքն է նշանակել եւ մինչեւ հիմա այսպես չի եղել որ 71 տարբեր երկրներից են այս կարդինալները հաճախ
կենտրոնացած էր լինում եվրոպական երկրների վրա էր կենտրոնացած լինում, մեծամասնությունը Իտալիայի կարդինալների վրա կենտրոնացած էին։ Գիտեք, Լեհաստանից Ժան Պոլ II-ն էր, հետո գերմանացի ընտրեցին, Բենեդիկտը գերմանացի էր, այսպես տեսնում եք ամենաասացի ջահելը 45 տարեկան է Ավստրիայից եւ ամենատարեցը Իսպանիայից է 79 տարեկան, մի շաբաթ ժամանակ ունի, եթե իրեն ընտրեն, իհարկե, եթե այդպես կարող է մասնակցի, եթե երկար տևի, չի կարող մասնակցի։ 4 անգամ օրը այսօրվանից քվեարկելու են, 2 անգամ առավոտը, 2 անգամ կեսօրից հետո, մինչև կարողանան ընտրեն ամենագերազանցին 2/3 մեծամասնությունը պետք է կենտրոնանան 1 հոգու վրա, այստեղ տեսնում եք, որ հավաքված են այս 133 կարդինալները եւ քիչ առաջ ասացի բոլորը երթվել են, որ ճշմարտորեն ամենահարմարին ընտրեն, այստեղ տեսնում եք, որտեղ քվեն գցում են։ Եվ իրենք ասում են, որ կարդինալները իրենք միցև են գրում, որ իրենց ծերագիրը չկարողանան հասկանան ով է գրել։ Այսինքն իրենք ուշադիր են, որ հետո այս քվեների միջոցով չկարողանան գտնեն ով է գրել այդ թուղթը, միշտ իրենց ծերագիրը։ Տեսնում եք այստեղ սև, եթե այսօր սև էր, որովհետև չկարողացան համաձայնության գալ, տեսնում եք ծուխը սև է, հիմա այս conclave-ը, ուր որ հավաքված են այդ ժողովատեղին, 133 հոգի են ասացի 1000 վոլոնտիրներ իրենց օգնում էին 5300, հիմա իհարկե այդ սենյակում են, ոչ ոք հետ չեն կարող կապել, 5300 լրագրող այդտեղ է, 250,000 հավատացյալներ այդտեղ այդ տարածքում են, Վատիկանի տարածքում են, որը սպասում են, որ պատշգամբից, այդ բալկոնից, ում որ ընտրերեն կան։ Երեք ես ցույց տվի, որ մի քանի չափի մեջ հագուստ են պատրաստել, որտեղ չգիտեն, այս գալիք պապը ո՞յով է լինելու, գեր է լինելու, նիհար է լինելու, կարճ է լինելու, ուրեմն 3 տեսակ հագուստ պատրաստել են, ամեն ինչը պատրաստել են, որ հարմար լինի, ով որ ընտրվում է, այդ հագուստը կարողանա հագնի ու պատշգամբի վրա Երևան գա։ Հիմա նորից վաղը քվեարկելու են, 4 անգամ օրը ասացի, տեղի ունենալու եւ հետո երբ որ քվեարկում են, այդ բալետը հրդեհում են, չեն պահում, եթե օրինակ մի անգամ քվեարկեցին, եթե սպիտակ լինի, ինչպես այստեղ տեսնում եք, հետո այսինքն ընտրեն են պապին։ 2013 թվականի մայիսին էր այդպես էր։ Նրանք որ շատ բախտ ունեն, միայն ես հիմա պատկերներն եմ այստեղ ցուցադրում, մինչև տեսնենք ով կընտրվի, հետո տեսնում եք սրանք ասում են ամենամեծ, ավել ճանաչված են, ավել ճանաչում են մյուս կարդինալները իրենց եւ մեկ կարդինալ նաեւ Ֆիլիպինցի է, որ այդտեղ է հիմա եւ առաջին անգամ է Ֆիլիպինցին այսպես առիթ ունենում, որպեսզի կարողանա Հռոմի պապը դառնա, հիմա տեսնենք ում կընտրեն, երևի մի ապակա քանի օրերի ընթացքին կիմանանք այդ հարցը։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից, F-18 տեսակի ռազմօթանավը, որ վայր է ընկել ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Primed Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primed Pharmacy գտնվում է Գլենոքս փողոց եւ Հայլանդի հատման ճիշտ հատման կետում է գտնվում։ Եթե դուք կողջեք այն տեղատունից ինչ որ ձեր տեղերը բերում են, զանգարեք իրենք ձեր տեղերը կբերեն ձեր տանը, կամ դուք կարող եք գնաք այնտեղ չի տարբերում, հեռախոս շատ հարմար է 818 6000777, դա հեռախոսը համարն է ձեզ մոտ նշանակեք։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը, ծանրոց պիտի Հայաստան ղրկեք $2.99 pound-ը
օթանավով տանելու են։ Նրանք իհարկե իրենք կարող են նաև, եթե ցանկություն ունեք, օվկիանոսի միջոցով, նավի միջոցով ղրկեք, բայց գինը նույնն է լինելու։ 2.5-ից 3 ամիս տևելու է մինչև ծանրոցը հասնի Հայաստան, օթանավով մի քանի օր հետո ձեր ազգականը իրեն կունենա։ Իսկ $100 Հայաստան ղրկելիս ընդամենը $1 է կվճարում, որևէտեղ այսքան էժան չի։ Հիշեք, $100-ին $200 կվարկեք, $2 կտակ։ Նորթ Հոլիվուդում է գտնվում Լանկեշիր փողոց եւ նաեւ Փալմեր փողոցի վրա Գլենդելում։ Իսկ եթե մեքենա եք ուզում ղրկել, կամ կահույք ունեք տանը, կամ պիտի տեղափոխվեք Հայաստան, ինչ որ ունեք ուզում եք Հայաստան ղրկեք, իրենք այդ աշխատանքը կանեն ամենացածր գնով, Երևան Shipping այդ աշխատանքը ձեզ համար կկատարի, անպայման զանգարեք Երևան Shipping։ Ծրագիրը հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում ծրագիրը Grand View եւ Glencoe-ի վրա Grand View-ի հատմանկետին շատ մոտիկ է, տարատեսակ ճաշ են առաջարկում, դրանց մեջ նաեւ հարիսա են առաջարկում։ Իսկ ես նաեւ ուզում եմ հիշեցնեմ, եթե դուք ցանկություն ունեք, հարիսա են առաջարկում, դες մեկ երկու աֆիսներ վարձու է տրվում։ Այս աֆիսները գտնվում են Քոլորադո փողոցի վրա Չևի Չեյսին շատ մոտ է, այսպես տեսնում եք երկրորդ հարկում է նորաշեն, մաքուր, գեղեցիկ սենյակներ են կամ աֆիսներ են, որ դուք կարող եք ամենահարմար գնով վարձեք կվերադառնալ։ Մեկ ամսվա ընթացքին 4 տարբեր դեպք է տեղի ունեցել Ամերիկայի ռազմանավի, որ Harry Truman ռազմանավն է, նախկին նախագահի անունով է, այս ռազմանավը գտնվում է Կարմիր ծովի մոտ, շատ մոտիկ է գնացել, ուր որ Եմենի մոտ հութիներն են ապրում, գիտեք, հութիներին նախագահ Թրամփը հրամանատվը գնում էին, ռմբակոծում էին, համաձայնության եկան Եմենի այդ ղեկավարությունը եւ ամերիկացիները, որ իրար չհարցակվեն, այսինքն ամերիկան չռմբակոծի Եմենը եւ հութիները ամերիկյան ռազմանավերի վրա կրակ չբացեն։ Իսկ հրեաների հետ այդպես համաձայնություն չկա, որտեղ նրանք ասել են մինչև այն ժամանակ, որ հրեաները որտեղ շարունակում են ռմբակոծում են, կոտորում են, ջարդում են, սպանում են, իրենք հարձակվելու են Իսրայելի վրա, որ վերջին օրերում ցեզ ասացի մի ռումբ, իրենց ռումբը օթանավակայանի մոտ վայր ընկավ, եթե ամերիկան 5 բիլիոն ծախսել է եւ վահան է սարքել, որ հրթիռ ինչ որ գալիս է չկարողանան ներս մտնի օդի մեջ վերացնեն, բայց իրենք երբեմն կարողանում են այդ վահանի միջից անցնում են եւ ռմբակոծում են, իհարկե փոքր վնասներ են հասցնում, բայց հենց այդ որ կարողանում են ներս մտնել, կարող է մի անգամ մի շատ կարևոր տեղ ռմբակոծեն, դրա համար կարևոր է մտահոգված են այս հութիների այդ աշխատանքի վրա։ Ամենայն դեպս հիմա ամերիկյան F ռազմանավը այնտեղ է, օթանավները այնտեղ են, FA-18 տեսակի այս օթանավները, որ $70 միլիոն ամեն մեկ հատը արժի։ Իհարկե օթաչուները վերջին վայրկյանին կարողացան դուրս թռչել եւ փրկել են իրենց։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ այս օթանավները, տեսնում եք FA-18 տեսակետի Hornet օթանավներն են, որ մինչ հիմա երկուսը մեկ ամսվա ընթացքին առաջինը վայր էր ընկել ընդհանուր ծովակալին իր աշխատանքից հանեցին, հիմա այս երկրորդն է հիմա վայր ընկել։ Նրանից առաջ նաև սա միայն դեպքերը չի, այսպես տեսնում եք այդտեղ ապրիլ 28-ին մեկ ուրիշ F-18-ը վայր ընկնում, նավի վրայից վայր ընկնում, դեկտեմբերի 22-ին այդ F-18 տեսակը մյուս ամերիկյան ռազմանավը կրակում է, այսինքն ամերիկացիք սխալմամբ կրակում են իրենց օթանավի վրա, օթանավ է
վայր են գնում, այսպես տեսնում եք նման դեպքեր, երբ որ պատերազմ է տեղի ունենում, նման դեպքեր են ունենում։ Փետրվարի 12-ին ինքը այս ռազմանավ, ինչ որ ասացի, Harry Truman մեկ բեռնատար նավի հետ է ակսիդենտ ունենում այդտեղ, որ տեսեք այս ռազմանավը USS Truman-ը, տեսեք ինչ վնաս է հասել օդանավի։ Ես ուզում եմ շարունակել խոսել Թայրե Նիկոլսի մասին։ Այս անձնավորությունը երիտասարդ անձնավորություն էր, որ 5 փոլիս իրեն հետևից ընկնում են, չի կանգնում, ամենայն դեպս երբ կանգնում է, իրեն հետ վիճապանում են եւ եթե այս դատարանում է այդ 5 ոստիկաններին, երկուսը ընդունեցին, որ մեղավոր են, սա այդ երիտասարդն է, որ մահանում է կամ սպանվել է, 8 օր այս դատավարությունը տեղի ունեցավ, նահանգային դատավարություն էր եւ 3 ոստիկաններ ինչ որ շարունակել էին, 3-ին ջուրին անմեղ համարեց իրենց։ Մահացողը տեսակ սև էր, ոստիկաններն էլ սև են, այս այտորն էր, որ իրեն ոստիկաններ ծեծում են, տեսում եք երիտասարդ կետնի վրա է, որ չի հնազանդվում, իրեն ծեծում են, այստեղ տեսնում եք։ Եվ ջուրին իրեն վերջին վճիռն է, որ այդ 3-ը մեղավոր չեն, ինչ որ ասացի, եւ այսպես ոմանք շատ բարկացած են։ Սա մեկ ուրիշ ոստիկան է, որ կանչեն մայրն է այդ տղայի, որ երբ ծեծել էին ոստիկանները չէր հնազանդվել, այդպես հիվանդանոց էին տարել։ Իրեն փաստաբանը ասում է, որ սա անարդար է, ինչ որ ջուրին որոշել է եւ մարդիկ գիտեն, որ սա անարդար է եւ մենք մենակ չենք ինչ որ այս հարցի արժեվ ոստիկաններն են ինչ որ տեսնում եք 5-ը 3-ը ասացի այսօր անմեղ համարվեցին, 2 ուրիշը ասեն են մենք ընդունում ենք, որ մեղավոր ենք, այսպես տեսնում եք այս երիտասարդն է եւ այդտեղ որ սա Memphis, Tennessee էր դատավարությունը տեղի ունենում, ժողովուրդը ողոքի ցույց էին կատարում այսօր, երբ որ վերջնական ոստիկաններին անմեղ համարեցին։ Հիմա այս ոստիկաններին երբ որ տատի են տալիս, մենակ քաղաքը չի, այդ քաղաքում ինչ որ տեղի ունեցել, նաև ֆեդերալ գավերնմենթը իրենց տատի է տալիս, որ սրանք մեղավոր են դուրս եկել այդ իրավունքները ոտնակող անելով անձի, բայց ամենայն դեպս նահանգային դատարանում այս 3 ոստիկանը անմեղ համարվեցին։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից թերև կամ հարկը ինչ որ պահանջում են, երբ որ մի ապրանք գալիս այս երկիրը, որ նախագահ Թրամփի ցանկությունն է վերցնել հարկեր, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե ակսիդենտ եք ունենում կամ որևէ վնասվածքներ ունեք, ուրիշի պատճառով դուք վնաս եք կրել եւ նաեւ եթե ձեր բնակարանում մուկ կա, միջատ կա, մրջուն գոյություն ունի, այդտեղ չպիտի այդպես լինի, եթե դուք վարձակալ եք, դուք վարձնեք բնակելի տուն, եթե այդպես է, միջատներ կան, պահարանը բացում եք, տանը կա, մուկ կա, մրջուն կա, ուրեմն դա բնակելի չի, ձեզ պետք է հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, եթե հաջողի փաստաբանը գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք, սա հեռախոսահամարն է, կարող եք զանգարել ու խորհրդակցել, անվճար է խորհրդակցությունը։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահդեսյանը հովանավորում են ծրագիրը, 2 ատամնաբույժներ են, որևէ հարց ձեր ատամների հետ ունեք, այս հեռախոսահամարին զանգարեք, լինդի հետ պրոբլեմ ունեք, արյունոսություն կա, պրոթեզ պիտի տեղադրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք եւ իրենց հասցեն Ալիվ եւ Գլենոքս փողոցի ատմանկետում են գտնվում։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը, 3 սրահ ունեն, 120, 150, 300 տարողությամբ, ամեն օր ճաշ են առաջարկում,
զանգահարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Ես ուզում եմ խոսել թերիֆի մասին, հարկեր, ինչ որ նախագահ Թրամփը երբ աշխատանքի եկավ, ասավ բոլոր երկրներից ինչ որ գալիս է այստեղ պետք է հարկ վճարեն։ Օրինակ նախապես ասել էր 145% Չինաստանն ասաց օքեյ, ուրեմն ինչ որ Ամերիկայից մեր երկիր կա 125% հարկ վճարեն։ Վիետնամը պետք է 46%-ով ինչ որ գալիս էր այստեղ հարկ վճարեր։ Եվրամիության երկրները այդպես բոլորը ինչ որ գալիս է այս երկիր, ներմուծում են այս երկիր, պետք է հարկ վճարեն։ Իսկ Չինաստանի ղեկավարը Շի Ջինփինգ այդ ղեկավարը մի անգամ ելույթ ունեցավ ժողովրդին եւ ասաց, որ Ամերիկայի նախագահ Թրամփի այս հարկ պահանջելը մեզ վնաս է հասցնելու, բայց դուք մեր ժողովուրդ նկատի ունեցել, որ մենք կարող ենք դժվարությունները հոգանք, եթե մի ամիս կտևի, 3 ամիս կտևի, մի տարի կտևի, 3 տարի կտևի, մենք կհամբերենք։ Նկատի առնելով երևի, որ Ամերիկայի ժողովուրդը այդպես համբերություն չունի, ամեն ինչը թանկանա, անհավատալի վիճակ ստեղծվի։ Դրա համար նախագահ բոլոր երկրների հարկերը ասաց միայն Չինաստանը պիտի վճարի, մնացածի հետ գործ չունենա, միայն 10% հարկ է պահանջելու։ Որոշ երկրները, օրինակ դժվարությունը ստեղծվեց, Ամերիկան, որովհետև համաձայնագիր էին ստորագրել Ամերիկա, Մեքսիկո եւ Կանադան, օրինակ մեքենա է, 3 մեքենաներ, որ Ford-ը պատրաստում է Մեքսիկոյում, Maverick-ը, Bronco եւ Mach-E, այս 3-ը Ford-ին արդեն հայտարարել է, մենք այսինքն առիթ չունենք $2000 մեր մեքենան թանկանալու է, որտեղ Մեքսիկոյում է պատրաստվում, դրա համար թանկանալու է։ Որոշ մեքենաների մասնիկները, օրինակ այստեղ է մեքենան պատրաստվում, բայց իրեն տարբեր gearbox-ը, օրինակ Կանադայում պատրաստում, այստեղից ղրկում են այնտեղ մի բան ավելանում է, գալիս է, ուրեմն հարկ է, երբ որ գալիս է ներս, պետք է հարկ վճարեն դրա համար, թեև մեքենայի մի մասնիկն է, մի մասն է, դրա համար մեքենան ամեն ինչը պիտի մասամբ թանկանալու է այս երկրում, այսպես չի լինելու մայիսի 2-ից, այսինքն հենց հիմա մայիսի մեջ ենք, մայիսից սկսել է թանկանալ, հիմա Երևան է գալու այդ թանկությունը, քիչ Երևան է գալիս։ Ամենայն դեպս որոշեր են Ամերիկա եւ Չինաստանը Շվեյցարիայում, Սվիցերլանդ հանդիպելու են Չինաստանն ասում է մենք որևէ հարց այսպես որ ասեք որ եթե հարկերը արդեն գոյություն ունի շատ բանակցելու համար հետաքրքրված չենք այսպես ասել հիմա բայց ամենայն դեպս պետք է հանդիպեն ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ տեսանյութի վրա ձեզ բացատրեմ որ ինչ է տեսնում եք ասացի Ford-ը գինը բարձրացնելու է 3 մեքենաներ որ գալիս է Մեքսիկոյից գալիս է $2000 կավելանա այստեղ տեսնում եք Bronco-ն նաև այդտեղ տեսնում եք եւ ընկերություն այսինքն Ford-ը ասում է մենք 1.5 բիլիոն ավել քիչ շահ ենք ունենալու որովհետեւ այս հարկը մեզ վնասելու է General Motors ասել է որ ամենամեծ մեքենա արտադրող ընկերությունը ասում է որ իրենք 5 բիլիոն վնաս են կրելու այս Թրամփի այս հարկերը ինչ որ պահանջում է 145% Չինաստանից ասացի թերիվ կամ հարկ է պահանջում ինչ որ Չինաստանից գալու է այստեղ որ գիտեք շատ բաներ է գալիս Չինաստանից օրինակի համար քիչ հետո պիտի ցույց տամ երեխաների մասին Ուրեմն cargo ship Los Angeles-ի շրջանում երկու կենտրոնները Los Angeles-ի եւ Long Beach-ի 32%-ով համեմատ անցյալ տարվան ավել քիչ ծանրոցներ է գալիս այս երկիր այս երկու նավահանգիստները որ մեզ մոտ են այսպես տեսնում եք հիմա հանդիպում պիտի տեղի ունենա
70% երեխաներին վերաբերող աթոռը կլինի, բոլորը Չինաստանից է գալիս, երեխաներին կապ ունեցող խաղալիքները բոլորը Չինաստանից են, աթոռը տեսնում եք, baby product, ուրեմն ամեն ինչ երեխաների համար, բեյբիների համար թանկանալու։ Ներկայացնի տան մեջ է, որ Ելևմտքի նախարարն է այստեղ ներկայացնի տան մեջ, այդ կինը հարցնում էր, որ նախագահը ինչ է ասում այս մասին, այստեղ Թրամփը տեսնում եք նոր նշանակում է կատարել, ամենայն դեպս Թրամփին ասում են, որ թերիֆը կամ այդ հարկը, որովհետև Չինաստանի հետ ուզում ես բանակցես, չեղյալ ես համարելու, որպեսի կարողանաս հանդիպես, ասում է ոչ, բայց ամենայն դեպս Ամերիկայի և Չինաստանի ղեկավարներին եք տեսում, իրենց ներկայացուցիչները ասացի Շվեյցարիայում հանդիպելու են, որպեսի մի ձև համաձայնության կան։ Այս շաբաթ տեղի է ունենալու այդ հանդիպումը։ Այսպես Federal Reserve Board այսօր ասացին, որ տոկոսները չեն իջեցնելու, որովհետև անկայուն վիճակ է, թեև Թրամփը ճնշում էր բան ասում, որ տոկոսները իջեցնեն, բայց ասում է տոկոս եթե իջեցնենք, թանկություն է գալու այստեղ, ինչպես անցյալում էր, հազիվ կոնտրոլի տակ են բերել ինֆլեյշնը եւ կենտրոնական բանկի ղեկավարը ասաց տոկոս չենք իջեցնելու մինչեւ հաջորդ թիվ։ Եվ Թրամփը ասել է, որ իմիգրանտ անօրինականներին օթանավով, զինվորական օթանավով տանելու են Լիբիա, որ այնտեղ բանդարկվեն այս անօրինականները։ Լիբիայի կառավարությունը իհարկե հիմա երկու մասի բաժանված են, մի երկիր, մի կառավարություն չի։ Մոամար Ղադաֆիից հետո երկու մասի է բաժանվել, երկուսն էլ ասել են մենք տեղակ չենք, որ Ամերիկայի անօրինականներին, եթե ուզում են բերեն մեզ մոտ։ Մեկ ուրիշ հարց, որ նախագահ Թրամփին հարցրին, որ ասացին թերիֆները այդ երեխաներին եւ այլն տնտեսության նախարարին հարցրեցին, որ երեխաներին վերաբերող հարցերը ինչ, գոնե դրանց վրա կլինի, որ ինչ որ Չինաստանից գալիս է հարկ չվերցնեք, որ ընտանիքի համար շատ թանկ չլինի, նոր երեխա են ունենում, այդ եթե երիտասարդ ընտանիքների համար դժվար է լինելու, որ ամեն ինչը 70% երեխային վերաբերող թանկանա, այսինքն 145%-ով թանկանա, ասացին 70% ինչ որ գալիս է Չինաստանից է գալիս, ինքը ասաց, որ դա աշխատանք է տարվում, որ այդպես չլինի, հարկ այդքան պարզ չլինի։ Երբ Թրամփին հարցրին, որ քո նախարարը ասում է, ասավ Թրամփը, որ ես չգիտեմ, հետո պիտի պատասխանեմ, ես կմտածեմ այդ մասին, I think about it, ասաց նախագահը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառամ դադարից, նախագահ Թրամփը նշանակել էր մեկ Surgeon General էր նշանակել, երկրի բժիշկ էր նշանակել, հիմա տեսնեք նախ կան հաստատեն, մեկ ուրիշի են փոխարինել եւ հետո Real ID-ի մասին պիտի խոսեմ, Disney-ի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկ է սա, ագնոցի եթե կարիք ունեք կարող եք գնաք այնտեղ չեք անեն ձեր աչքը, ագնոցի նոմերը փոխվեն է կամ պակսել է, շատացել է, դժվարություն է աչքի հետ, այդ հարցերով զանգարեք այստեղ ժամադրություն վերшեք 240 South Jackson փողոցի վրա են հիմա մի ամիս ու կես է տեղափոխվել են, զանգարեք ժամադրության համար։ M&M Liquor Market-ն է հովանավորում, մեծ զեղչ է առաջարկում M&M-ը, նախ որ EBT քարտ է ընդունում են, երկրորդ առնվազն 10% բոլոր խմիչքների վրա զեղչ կա, որոշ խմիչքների վրա 20% զեղչ կա։ Այցելեք M&M Liquor Market խանութն է Գլենոքս փողոցի վրա, այստեղ տեսնում եք 1951 West Glenox փողոց, որ մոտ է, Գլենդելում է Burbank-ին շատ մոտ է M&M-ը։ Hollywood Piano հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն իր այս
440-ից South Arroyo Parkway Pasadena-ում ամենախոշոր դաշնամուրի խանութն է Կալիֆոռնիայի եւ նաեւ կարող է Ամերիկայի։ Հարյուրավոր դաշնամուր կա այնտեղ։ Պիտի գնաք տեսնեք։ Կանաչ, դեղին, սև, սպիտակ, կարմիր, վարդագույն, չգիտեմ էլ ինչ գույն կա, կգտնեք այդտեղ փոքր, մեծ $1,000-ից մինչև $500,000 դաշնամուր կա այնտեղ ամերիկյան, չինական, գերմանական, ֆրանսական, հարավային կորեա, ժապոնական ամեն տեսակ կգտնեք Hollywood Piano-ում կվերադառնա։ Surgeon General երկրի բժիշկը նախագահ Թրամփը առաջարկել էր այս կնոջը, որի անունն է Janet Neshwat անունով է, տեսնում եք այստեղ, իրեն էր առաջարկել։ Եվ նախագահ երբ մեկին ուզում է նշանակի, Սենեթը պետք է քվեարկի եւ ասի, որ անձը այդ աթոռը կարող է զբաղեցնի։ Հիմա այդ process-ի մեջ է, որ մի քանի օր առաջ Միկին, որը Լորա Լումեր անունով, որ նախագահի վրա շատ ազդեցություն ունի այն կինը, ասաց, որ սա այս կինը, որ ուզում եք դարձնեք երկրի Surgeon General-ը, երկրի բժիշկը դառնա, բժշկական խնամքի պատասխանատու դառնա, սա vaccination, պատվաստանյութեր սրսկման հետ շատ համաձայն է։ Նախագահ Թրամփը նաև ինքը այս սրսկման դեմ շատ առաջին նստած շրջանում դեմ էր, թեև ինքը անընդհատ խոսում էր այդ մասին, բայց ինքը եւ իր կինը կորոնավիրուսի համար գնացել էին սրսկվել են։ Մանավանդ իր կինը, որ 46 տարեկան էր այդ ժամանակ եւ 46 տարեկանին այդ ժամանակ չէին սրսկում, ավել բարձր տարիքներից սկսին, հետո իջավ, ավել ցածր տարիքների թույլ տվին, որ կորոնավիրուսի համար սրսկվեն, իր կնոջը նաև տարիներ սրսկել էր։ Հիմա խոսելիս ուրիշ են ասում, հետո իրենք ուրիշ բան են կատարում, այսպես էր, ուրեմն այս կինը Լումերը, որ նախագահ Թրամփի վրա մեծ ազդեցություն ունի, այս կնոջ քննադատեց, որ այս պատվաստանյութերի հետ սրսկման հետ համաձայն է։ Եվ նախագահը իրեն այդ որ առաջարկել էր որպես Surgeon General հետ վերցրեց մեկ ուրիշ կնոջ է առաջարկել, որ Ռոբերտ Քենեդիի հետ եղբայրը շատ մոտիկ է։ Այդ անձին հիմա նշանակել են, ուզում են նշանակեն Surgeon General, եթե անցնենք առաջ, տեսնում եք ում անունը հետ վերցրեց, հետ քաշեց եւ առաջարկեց իր փոխարեն առաջարկում է հիմա ում որ այստեղ տեսնում եք Dr. Casey, մյուսն էլ բժիշկ էր իհարկե, սա, այսինքն դոկտոր էր, սա էլ Dr. Casey Means, որ ասաց է իր եղբայրը Ռոբերտ Քենեդիի խորհրդատուներից մեկն է, ուրեմն ասել են, որ Թրամփը հիմա այս կնոջ առաջարկի որպես Attorney General։ Եվ ես ուզում եմ շարունակել խոսել Real ID-ի մասին։ Ահա հիմիկվանից Real ID անձը պիտի ունենա, եթե օդանավով ուզում է թռչի որևէ տեղ գնա Ամերիկայի մեջ։ Real ID-ն այսպես ավել ապահովված է 2001-ին, երբ որ տերորիստները օդանավի միջոցով կարողացան 4 տարբեր կետեր հարձակում կատարեն, այն ժամանակ որոշվեց, որ մարդիկ սովորական ID չունենան, այլ բոլորը մի ID ունենան, որ Ամերիկայում մեկ ընդունելի ID է դա, նախապես Կալիֆոռնիան իրեն համարուներ Նյու Յորք եւ այլն, ամենայն դեպս մի ձև ապահովված է, որ օդանավով կարող եք թռչել, Նյու Յորքում կարող եք ներկայացնել ձեր ID-ն, այստեղ կարող եք ներկայացնել, ուրիշ նահանգներում ներկայացնել եւ այդպես ապահովված է։ Հիմա ժամկետը վերջացավ, դուք բայց կարևոր չի, դուք եթե փասպորտ ունեք, փասպորտով Ամերիկայի մեջ կարող եք թռչել։ Գիտեք, Ամերիկայից դուրս միայն փասպորտ հարկավոր է, չեք կարող Real ID էլ ունենաք, չեք կարող ուրիշ երկրում ներկայացնել։ Մենակ
Ամերիկայի մեջ հեշտ է լինում, որ паспортը ձեր հետ, որտեղ այստեղ ամերիկացիները սովորություն են, паспортը բանկի safe deposit-ում են պահում, որ չկորի, դժվար է լինում մի հատ թռիչքի համար գնա բանկից հանի, գնա միտեղ ճամփորդություն հետ բերի տնի բանկում, դա է որ real ID-ն շատ օգնում է, որ паспортը կարիք չի ունենա։ Ամենայն դեպս, եթե չունեք, կարող եք վերցնել, բայց եթե արտասահման եք գնում, տարբերություն չունի, ձեր паспортը պիտի ունենաք։ Նաև երկրում թռիչք եք մասնակցելու շարունակենք նորից паспортով կարող եք ուր որ ուզում եք գնալ։ Տեսնում եք այստեղ ամենտեղ գրած է real ID, ավել հեշտ է լինելու, եթե real ID ունեք, որովհետև այդ մեքենայի մեջ արագ կարողանում են սկյան անել, ավել արագ է սկյան լինում, թե ոչ տարբերություն չունի, եթե real ID ունեք, թե չունեք ճամփորդության համար, ինչպես էստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել Disney-ի մասին։ Disney ընկերությունը ասել է, որ Աբու Դաբիում մի Disney-ն գիտեք այստեղ երկու ամերիկանում այսինքն ամենակարևոր կենտրոնները մեկը մեզ մոտ Անահայմում է, մյուսը Ֆլորիդա նահանգում է, Disneyland-ը, այսպես, եւ ուրիշ երկրներում նաեւ ունի, Ճապոնիա եւ այլն։ Հիմա Աբու Դաբի արաբական այդ կղզի մեջ ամենաարդիական, հիմա այսպես որտեղ most technologically advanced առաջացած կենտրոն է պատրաստում, the Walt Disney Company-ն պատրաստում է Աբու Դաբի իրենց կառավարությունը իրենց հրավիրել է, ուրեմն այդտեղ են կառուցելու, ասացի, շատ տեխնոլոգիան բարձր մագարտակի է լինելու, տարբեր է լինելու բոլոր այս Disneyland-երից։ Հիմա ես նաև ուզում եմ խոսել, շարունակենք տեսանյութի վրա, տեսնում եք այս այսինքն Altadena Pasadena-ում այս աշտարակն էր, որ էլեկտրական լարերը վրան էր։ Այս թավրից հրդեհը տեղի ունեցավ, Altadena Pasadena հրդեհվեց լրիվ, 18 հոգի մահացան, բիլիոնավոր դոլար վնաս հասավ։ Սա այսօր տեսնում եք հելիկոպտերով եկան եւ այդ թավրը կամ այդ աշտարակը կամ այդ ինչ որ տեսնում եք սարքավորումը այդտեղից հեռացրին։ Այսպես տեսնում եք մեքենաներ բերին եւ աշտարակն է, որ դա որ պատճառն էր եղել այդ մասի հրդեհի։ Կարծում են, որ կայծակի պես այնտեղ չորացել էր խոտը երկար ժամանակ գիտեք անձրև չէր գալիս հունվարի 7-ին հրդեհվեց եւ հիմա հեռացնում են իրենք ասում են տանում ենք ուսումնասիրելու համար հիմա եւ որոշել են այդ տարածքում 1.5 մայլ հողի միջից քեյբլները տանեն, օդի միջից չի լինելու այդ ինչ որ տեսնում եք այդ քեյբլները բոլորը փոխելու են այսօր տեղափոխեցին այդ թավրն է տեսնում եք օդանը, այսինքն հելիկոպտերը բարձրացնում է եւ տանում է։ Ասում են տանում են լաբորատուարներ, որպեսզի կարողանան ուսումնասիրեն, տեսնեն բուն պատճառը ինչ էր։ Իհարկե իրենք ասում են դեռ չեն ընդունում, որ իրենց պատճառով է եղել, որ Altadena Pasadena-ի շրջանում հրդեհ է տեղի ունեցել, Southern California-ի դիսենը դեռ չի ընդունել։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Կոլումբիա համալսարանի մասին պիտի խոսեմ, Հնդկաստան-Փակիստան պատերազմի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Rafi's Market հովանավորում է ծրագիր։ Rafi's Market գտնվում է Burbank-ում Glendale-ի արևանությամբ, բայց իրենք պատրաստի ճաշ ունեն։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, Rafi's Market կարող եք այցելել։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture գտնվում է Myrtle եւ Central փողոցի հատման կետում։ Court Furniture-ը ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, մոտարապես 100 խանութ ունի Ամերիկայում, Glendale-ում, ասացի, Central փողոցը, Orange County-ում գտնվում է 405 freeway եւ Euclid փողոցի հատման կետում է գտնվում։ Euclid եւ 405 freeway
Santa Ana-ում խանութ ունեն, Նյու Յորքում, Ֆլորիդայում ամենտեղ խանութներ ունեն։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ով անավորություն ծրագիր, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում, bankruptcy պիտի ֆայլ անեք, մեքենայի վթար եք ունեցել, accident եք ունեցել, զանգարեք այս հեռախոսը համարին կվերադառ։ Կոլոմբիա համալսարանը շատ ճանաչված, բարձր մագարտակի դասավանդումներ է տեղի ունենում Կոլոմբիա համալսարանում, բայց նաև ցույցեր շատ է տեղի ունենում Վիետնամի պատերազմի եւ հիմա այս Գազայի մասին կամ Ղազայի մասին, որ Իսրայելը կոտորում ջարդում փշրում է, դուրս էին գալիս եւ բողոք են կատարում։ Հիմա գիտեք 55,000-ից ավել անձ է մահացել Գազայում, դեռ շարունակում է Իսրայելը արձակվում է, ռմբակոծում է, հանում է իրենց հյուսիսից դեպի հարավ։ Ամենայն դեպս այս Կոլոմբիա համալսարանին Թրամփը ասել է, որովհետև հրեա աշակերտներին ճնշում են, գումարը չի տալիս համալսարաններից, գումար են ստանում։ Այսօր նաև այդտեղ Կոլոմբիա համալսարանում բողոքի ցույցեր էր տեղի ունենում, տեսնում եք այստեղ, որպեսի այդ պատերազմը ինչ որ դեռ շարունակվում է, բողոքում էին աշակերտներ, ուզում էին մտնել համալսարան, դռները փակել էին, չէին թույլ տալիս բողոքողները գրատարան մտնեն, այստեղ տեսնում եք։ Ես պիտի շարունակեմ խոսեմ Հնդկաստան-Փակիստանի պատերազմի մասին։ Փակիստանի մեջ այդ Քաշմիրը երկու մաս է, մեկ Փակիստանի մաս է, մեկը մի մասը Հնդկաստանի մաս է, ամենայն դեպս որոշ զինյալներ, մարդիկ փակիստանցի ուրեմն հարձակվում են հնդիկների վրա ու այդտեղ 24-ից ավել հնդիկներ մահանում են, բայց կառավարությունը ասում է մենք կապ չենք ունեցել, մի խումբ ամբոսներ կամ բողոքողներ են այդ աշխատանք կատարել։ Ամենայն դեպս Հնդկաստանը մի ամիս հետո երեք ցույց տվի, որ 9 ռմբակոծումներ կատարեց Հնդկաստանը Փակիստանի Քաշմիրի տարածքում, այսպես տեսնում եք, բայց որևէ զինվորական կամ ուրիշ տարածքներ Հնդկաստանը մտածելով երևի այդ աշխատանքը կատարեց, 1 հոգի մահացել էր, 2 հոգի վիրավորվել էին, այսպես տեսնում եք այդտեղ 9 տարբեր թիրախ էին դարձրել թերորիստների այդ մարդիկ ինչ որ Հնդկաստանում սպանել էին որոշ անձիկին հնդիկների այդ տարածքներն էր ինչ որ հարձակվել էին, երբ որ ապրիլ 22-ին, ասացի 20-ից ավել հնդիկի սպանել էին այդ տերորիստները, այսպես կոչված։ Սա Հնդկաստանի նախարարներ ինչ որ խոսում էր այս մասին, իսկ Փակիստանում եք տեսնում, Փակիստան ասել է մենք վրեժխնդիր ենք լինելու, այսպես տեսնում եք որոշ սարքավորումներ ջարդել են այդտեղ տեսնում եք։ Նախագահ Թրամփն ասում է, որ հույս ունեմ, որ օր առաջ այս պատերազմը կանգնեցնեն, թե ոչ երկուսն էլ ատոմական ռումբ ունեն, թե Փակիստանը, թե Հնդկաստանը, եւ դրա համար աշխարհով մեկ բոլորը մտահոգված են այս հարցով։ Այստեղ տեսնում եք իր մտահոգությունն է հայտնում նաեւ նախագահ Թրամփը։ Ես ուզում եմ խոսել հիմա կոնտրոլ այդ օդանավների կոնտրոլը ինչ որ Նյու Ջերսիում շարունակենք, դեռ այնտեղ թե աշխատանք է կատարվում կայարանի մեջ, օդանավակայանի մեջ եւ նաեւ աշխատող քիչ ունեն։ Հիմա Նյու Յորք, Նյու Ջերսի օդանավակայանն որ ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 6 10,971 passenger կամ ճամփորդներ 64,570 ժամ ուշացում են ունեցել, այսինքն 4-ից մոտարապես մինչև 10 ժամ կապված որ թռիչքն է, այդ ճամփորդները դժվար կացության մեջ են եղել, դուք պատկերացրեք 10 ժամ ձեր թռիչքը ուշանա։ Հիմա Air Traffic Control staffing հարց ունեն,
քիչ մարդ ունեն, որ աշտարակի մեջ օդանավները կոնտրոլանի այդ runway-ները կամ օդանավը, որտեղ վայր են նստում կամ բարձրանում է, աշխատանք են կատարում, շինարարություն է լինում, գործիքները չեն աշխատում, երբեմն մի 4-ից 10 րոպե չեն աշխատում, ռադարները չեն աշխատում, այսպես տեսնում եք անցյալ շաբաթ իրենց ռադարները չեն աշխատել եւ դրա համար դժվարություններ է տեղի ունեցել այս օդանավակայանում ռադիոները ինչ որ ռադարը պիտի աշխատի, ռադիոն պիտի աշխատի, երբ հաղորդակցվում են, բոլորը օգոստոսից խնդրեմ ունի այս օդանավակայանը։ FedEx-ը Լոգարդիա փոխադրել է իր թռիչքները այդ օդանավակայանից Նյու Յորք է փոխադրել, որովհետև այնքան ուշանում է FedEx գիտեք անմիջական պետք է նամակ հասցնի եւ այլն տեղափոխեն են, այսպես տեսնում եք FAA-ը այստեղ տեսնում եք ասում է առավել ռադարներ են հատկացրել, որպեսզի կարողանան աշխատանքը ճիշտ կատարեն եւ այսպես մտահոգությունը դեռ շարունակվում է, այսպես տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ մեկ մարդիկ, որ անուշադիր են, գնում են մի տեղ, որ պատկերացրեք խոշոր գոմեշ գոյություն ունի այդտեղ։ Հիմա պատկերացրեք անձը գնում է այդ գոմեշին, գնում է կանգնում է կողքին, ուզում է նկարվի, ուրիշը ասում է նկարիր։ Կենթանին չգիտի դուք որ գալիս եք ինչ է, դուք եթե ծակ ունի, շատ վտանգավոր է կենթանին, եթե ծակ ունի այդ մոտիկ տեղ, պետք է հեռու մնալ։ Եվ այս վայրի կենթանիները նայում են գոմեշը հանգիստ քայլում է կամ կովը կամ արյուծը կամ որևէ կենթանի, դա ոչինչ չի նշանակում, իրենք կարող է հանկարծ իրենց շատ վտանգված տեսնեն։ Ասում են ամենավտանգավոր կենթանին որն է, պատասխանը սա է ամենավախեցած կենթանին, անգամ կատուն, եթե շատ վախեցած լինի, ձեզ կարող է մեծ դժվարության մեջ տնի, շունը եւ այլն։ Կենթանին, որ վախեցած է, որտեղ վախենում են իրենք մարդիկ, վախենալի է կենթանու համար իրենց տեսակետից վտանգավոր է։ Դրա համար երբեմն ասում են կենթանու աչքին մի նայեք, այսպես երևի լսել եք։ Հիմա ամենայն դեպս մեկ հոգի գնում այդ գոմեշը տեսնում է, շատ է սիրում, ուզում է նկարվի, այնտեղ էլ գրեն են, որ վտանգավոր է, տեսեք այս գոմեշը, տեսեք ինչ մեծություն է։ Գնացել է կանգնի, նկարվի ու հարվածել է գոմեշը այդ տուրիստին, բայց մեծ վնաս չի հասել։ Այսպես տեսնում եք։ Ես պիտաթարվեցնեմ, երբ վերադառնամ շարունակեմ ծրագիրը, իսկ այդ ժամանակ պետք է ասում են Burger King-ին մեկը տատ է բացարել, որ համբուրգերը փոքր է, քան թե ինչ որ չափը պիտի լինի, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսը համարին։ Իր գրասենյակները գտնվում են Orange County-ում, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616, իսկ Glenok։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, եթե տարատեսակ հագուստ, կոշիկ եւ այլն հարկավոր եղավ, անպայման այցելեք Jackpot, գտնվում է Թահանգա քաղաքում։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, ցանկություն եք վաճառելու, այս հեռախոսահամարին զանգեք։ Սոնաֆե տարածքների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, Սանլանդ քաղաքում է, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե գիֆտ հովանավորում է ծրագիրը, Գլենոքս փողոցի վրա է, այս կշերքն է առաջարկում, որ յուրահատուկ կշերք է սա, եթե մի թեթև բաներ ունեք, պիտի կշռեք, խառնել եւ այլն։ Եվ այս ամանը նաև ինքը հնարավորություն է կշռելու, որ դուք ճշգրիտ ինչ որ ուզում եք կշռեք, կարող եք կշռել կամ հենց իրեն վրա կամ այս ամանի մեջ տեղադրեք ոսկի, արծաթ եւ այլն կամ ուրիշ ինչ որ ուզում եք կշռելու համար այս մեքենան ընդամենը իջեցրել են $4.99 կվերադառնա։
Տատ է բացվել Burger King խանութի դեմ, որովհետև անձը ասում է Burger King-ը ինչ որ վաճառում է, այդ Whopper-ը, որ իրեն ամենաճանաչված տեսակն է, ավել փոքր է, քան թե ինչ որ տալիս է, երբ որ գնում եք վերցնելու։ Տարօրինակ տատ է, ինչ որ մեկ անձնավորություն չափեն է, ասում է պատկերների մեջ ուրիշը ավել մեծ է, քան թե ինչ որ գնում եք խանութը վերցնում եք, գնում եք, ավել փոքր է։ Հիմա ամենայն դեպս այս մասին նաև տատ է բացվել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։